Լոս Անջելես 2028 ամառային օլիմպիական խաղերին պատշաճ նախապատրաստվելու համար մարզիկները, մարզիչները, բժիշկներն ու մերսողներն ամսական նպաստ կստանան։ Նախաձեռնությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է։ Նպաստը տրամադրվելու է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028-ի օգոստոսը ներառյալ։ Հատկացումների այս փորձը դեռ Տոկիո 2020-ից առաջ է ներդրվել։ Շահառուները օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքականների անդամ այն մարզիկներն են, որոնք 2024 թվականի օլիմպիական խաղերում կամ 2025 թվականի աշխարհի մեծահասակների առաջնություններում գրավել են մրցանակային, ինչպես նաև 4-ից 8-րդ տեղեր, 2025 թվականի Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների աշխարհի առաջնություններում գրավել են մրցանակային տեղեր, ձեռք են բերել 2028 թվականի Լոս Անջելեսի 34-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ, աշխարհի մեծահասակների 2026, 2027 կամ 2028 թվականների առաջնություններում կգրավեն մրցանակային, ինչպես նաև 4-ից 8-րդ տեղեր, 2026, 2027 կամ 2028 թվականների Եվրոպայի մեծահասակների առաջնություններում կամ երիտասարդների աշխարհի առաջնություններում կգրավեն մրցանակային տեղեր։ Նպաստը տրամադրվելու օլիմպիական խաղերի միջև ավարտը եւ այստեղ եւս կարգում նշված է մի կետ, որտեղ արդեն որ մարզաձևերը վերջացնում են իրենց օլիմպիական վարկանիշային մրցաշարերը, այն մարզիկը, որը ձեռք չի բերել օլիմպիական վարկանիշ, նման մարզիկներ իրենց մարզաձևերի մնացած անձերի հետ դուրս են մնում նպաստառուների ցանկից։ Մյուս մարզիկները, եթե չունեն նվաճումներ, բնականաբար չեն ընդգրկում, ունենք մարզաձևեր, որոնք օլիմպիական խաղերը ներկայացնում են սպիտակ քարտով, այդ մարզիկներին չի վերաբերում այնքան ժամանակ, մինչև իրենք կարող են նվաճում ունենալ եւ շահառուների ցանկում ներառվել։ Ընտրված մեխանիզմը ճիշտ է, որ կոնկրետ արձանագրված արդյունքների համար տրվի աջակցությունը, նշում է Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ Միանշանակ արդյունավետ է, ես ողջունում եմ նույնիսկ ու խնդրում եմ, որ անպայման դա հասնի իրեն նպատակին, ոչ թե նպատակին, այլ դուք կատարեք այդ ներդրումները կատարվի, բայց մեկ էլ եմ խնդրում, որ դա կատարվի ճիշտ։ Ես գիտեմ, որ ճիշտ կլինի, սխալ չի կարող լինել, որովհետև սպորտի մեջ խաբեություն, փափախտել չկա։ Կա արդյունք, կա մարզիկ, կա երկիր, Եվրոպա, աշխարհ, հիմնականում բոլոր մարզիկների ու մարզիչների նպատակը օլիմպիական խաղերի մասնակցությունն է։ Մասնակցությունը, բայց չի նշանակում, թե միայն մասնակցել։ Կուբերտենի ասած միայն մասնակցություն, ոչ, մասնակցել եւ դատարկ հետ չգալ, գրավել բարձրակարգ տեղեր։ Մարզիկներին հարկերը ներառյալ ամսական կտրամադրվի 450,000 դրամ նպաստ, մեծահասակների գլխավոր մարզիչներին 350,000, երկրորդ եւ անձնական մարզիչներին, բժշկին ու մերսողին 300,000 դրամ, երիտասարդների ավագ մարզիչը կստանա 250,000 դրամ, երկրորդ եւ անձնական մարզիչները 200,000 դրամ։ Գումարային առումով փոփոխություն է եղել, նախկինում մենք տարանջատել էինք աշխարհի, Եվրոպայի եւ օլիմպիական խաղերի մարզիկները գումարային չափերը տարբեր էր, այս տարի որոշում է կայացվել, որ բոլոր մարզիկները, քանի որ ինքը սպորտային նպաստ է, բոլոր մարզիկներին տրամադրվում է նույն չափի գումար։ Պետությունը այս կերպ փորձում է առաջին հերթին մարզիկների եւ մարզիչների սոցիալական վիճակը բարելավել, նշում է նախարարության վարչության պետը։ Դուրս մնան այն իրենց հուզող այն խնդիրներից, որոնք կարող են իրենց առաջանալ, դա ֆինանսական խնդիրներն են եւ ինչու՞ չէ նաեւ նախապատրաստման համար սնունդի, դեղորայքի չնայած, որ մենք այլ ծրագրերով էլ իրենց գումարներ ենք տալիս, կոնկրետ ասենք դեղորայքային, դա վիտամիններն են, դրանք բադերն են եւ այլն եւ հոգեբանական աջակցություն ենք ցույց տալի։ Մի խոսքով ծախսեր, որոնք իրենց նպատակահարմարությունը իրենք են գտնելու, ինչի վրա դա ծախսեն։ Մարզիկներին ու մարզիչներին այս ծրագիրը բավականին մեծ ֆինանսական օգնություն է, շատ մեծ, որտեղ որ մարզիկը պետք է միայն մտածի իրեն սպորտային արդյունքների մասին, ոչ թե այսօր քանի կոպեկ ստանա, այսօր քանի ռուբլի ստանա, քանի դրամ ստանա եւ այլն։ Ոչ, դա իրավունք չունի մտածելու։ Պրոֆեսիոնալ մարզիկի մասին է խոսքը։ 2024-ի արդյունքների հիման վրա նախարարության հաշվարկով տարեկան կհատկացվի ավելի քան 292 միլիոն դրամ, սակայն այն կարող է փոխվել կախված մեր մարզիկների գրանցած հետագա արդյունքներից։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։